Ալեքսանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց կարծում եմ ճիշտ է սկսել 18-ամյա Դավիթից, ով այսօր շարունակում է գտնվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, բավականին ծանր վիճակում, ինչու, որովհետև արժանապատիվ հայ տղա է, հայ առաքելական եկեղեցու արժանապատիվ հետևորդ, այո, աղոթագիրքը ձեռքին ուղղակի պատարակի էր մասնակցում, երբ Նիկոլ Փաշինյանը իր շքախմբով մտավ և պղծեց արարողակարգը։ Խնդրեմ այս հարցից սկսենք, դուք նաև որպես մանկավարժ, ըստ էության գուցե ասելիք ունեք նաև ԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, Դավիթին զրկում են իր վերջին զանգից, Դավիթին բացառիկ առաջադիմությամբ պատանուն ուղղակի տարել են կալանքի։ Շաքավեցի։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար, բարև հայրենակից։ Ինձ համար նշանաբան է դարել։ Մահը ԿՊ անունն առած սավառնում է երկնքում։ Այս 8-րդ տարին է, նույնիսկ ամենօրյա լուրերը, որ լսում եմ, գնալով համոզվում եմ, չկա այդպիսի օր, որ կամ սահմանին ինչ-որ մեկը զոհված չլինի, կամ Զորամասին ներսում ինչ-որ մեկը զոհված չլինի, կամ Վթարից ինչ-որ մեկը զոհված չլինի, ես ինչ է կատարվում։ Եվ սա պատիժ է, Աստծո պատիժն է մեզ այս ԿՊ կոչվող թուրքական մնացորդներին դեռևս հանդուրժելու համար։ Ես լինելով մանկավարժ չեմ կարող բնականաբար անտարբեր անցնել աշակերտ հասկացության կողքին։ Եթե աշակերտը, ոչ թե հասուն մարդը, այլ աշակերտը աղոթագիրքը ձեռքին ամեն կիրակի գնացել է պատարագի, մեզ մնում է Աստծուց խնդրել, որ այդպիսի զավակներ մեր եկեղեցին շատ ունենա, որտև այսպիսի երիտասարդները միշտ չէ, որ կարող են դառնալ միայն եկեղեցու հետևորդ, նա կարող է դառնալ գիտական աշխարհի հսկա, եթե դեռևս աշակերտ ժամանակ նա արդեն 4 լեզվի է տիրապետում, ուր է Ժաննա Անդրեասյան կոչվող չորացած ճպուր, ուղեղդել է չորացել մարմնիդ նման, դու ինչու չես զբաղվում ես երեխայի հարցով, ուր է մանկավարժական կոլեկտիվ, ինչու չես աղաղակում, ինչու չես պահանջում այս գոնե Ժաննա Անդրեասյան կոչված չորացած ճպուրի հրաժարականը, որի համար աշակերտը բանտում է, թե վերակենդանացման բաժանմունքում կարելի ասել միևնույնն է, դե որովհետև իրենք չունեն այդքան ուղեղ, որ մտածեն, որ այսպիսի երիտասարդները մեր ազգի հարստությունն են, մտավոր կարողությունը, ապագա գիտնականը, Ժաննա Անդրեասյան, հարամ լինի քո կերած հացը, եթե դու այսքանից հետո էլ չզբաղվես այդ երեխայով, հարամ լինի քո երեխաների դեմ գա, եթե դու այս երեխայով չզբաղվես, ես ինչու եմ ասում երեխա, որովհետև ուսուցչի համար աշակերտը միշտ մնում է երեխա, չգիտես ինչու, մեծանում են, հասունանում են, չափահաս են դառնում, բայց էլի մնում են ուսուցչի համար երեխա։ Այս երիտասարդը ոչինչ չի արել։ Սադրանքը եկել է վարչապետ կոչվող խդրից։ Ես խդր եմ քեզ կոչում, վարչապետս ինչ աղբես, դու խդր ես ընդամենը, գիտես խդրը ինչ է նշանակում։ Խդր անվանում են գյուղերում, հեռավոր վայրերում անկարող տղաներին, որոնք նույնիսկ 2 հորդ չեն կարող տանել արածացնել, որոնք չի կարելի վստահել նույնիսկ 2 գարդ տանել արածացնելը։ Հիմա դու ամբողջ երկիրն ես վերցրել ձեռքդ, դու չես մեղավոր, քեզ մինչև հիմա այդ աթոռի վրա հանդուրժողներն են մեղավոր։ Այ խդր, որ ուշացել էր, ինչու ես մտել։
Կամ եթե դու կարճած ես վարչապետի աթոռից, նշանակում է, որ պատարակը կարող ես ընդմիջել քո այդ ավստրալական դինգո վայրի շներով շրջապատված ճեղքես մարդկանց շարքերը գաս առաջ, ինչի համար էիր գնում առաջ, ինչ պիտի անեիր, քեզ ինչ հայոց եկեղեցին, դու ինչ կապ ունես այս եկեղեցու հետ, դու ինչ կապ ունես հայ առաքելական եկեղեցու հետ, ինչ կապ ունես հոգևորի մասին է խոսքը, ինչ կապ ունես պատարակի հետ, այդ սուրբ պատարակի հետ, դու այդ եկեղեցու հետևից վազող վայրի շուն ես, ուրիշ ոչ մի բան չես, դու ուզում ես այդ եկեղեցին քանդել, որովհետև ազգային արժեքներից ամենակայունը, ամենաամուրը, ամենամեծ կենսագրություն կերտած կառույցն է հայոց եկեղեցին։ Այն եկեղեցին, որը պետականության բացակայության պայմաններում իր վրա է վերցրել պետության գործառույթը, պահել է լեզուն, մեր ազգային բացարձակ արժեքը, պահել է մշակույթը, պահել է ազգը, պահել է հողը։ Իսկ դու նշանակվել ես, դու բերվել ես, որ այդ բոլոր արժեքները կուլ տաս քո անհագ երախով և նվեր դառնա մեր ազգային թշնամիներին։ Դու ընդամենը խդրես։ Ես ուզում եմ, որ դու սա լսես, այս հարցազրույցը ուզում եմ, որ դու լսես, որովհետև այդքան ամոթանք, որ ես եմ տալիս քեզ, ինչպես ասում են, օծի վրա անգներ, օծը կսատկեր, բայց դու քանի որ օծ չես, դու ներ ես, ընդամենը ներ ես, դրա համար դու դիմանում ես, և հետո, ես չեմ զարմանում, որ դու հեչ պետք չի, որ կյանքի երիտասարդության արշալույսը նոր տեսած այս երեխային, այս երիտասարդին կործանել ես ուզում։ Մի անձ, որ երբեք վարչապետի աթոռին գանված տեղն էլ անձնավորություն չի կարողանում դառնալ, որովհետև գաղափար չունի, դա ինչ երևույթ է։ Մի անձ, որի զավակները ինքը չգիտի, թե որտեղ են, քիչ է մնում ասել ումից ծնված, որովհետև նրանց մայրը հռչակավոր ղրերի կատուն է, և ոչ ոք, այ հիմա ես գնալով համոզվում եմ, որ այդ երեխաներն էլ քեզ հետ կապ չունեն, որտեղ քո պետքը չի, նրանք որտեղ են, ինչ են անում, ինչով են զբաղված։ Ինչ ունեք ասել անուններում Ժաննա Անդրեասյանին։ Ժաննա Անդրեասյան, նորից անդրադառնամ քեզ։ Դու եթե հայուհի լինեիր, դու եթե մայր լինեիր, ոչ թե պարզապես բնազդորեն երեխա լույս աշխարհ բերած անձ, դու հիմա կոտրատել էիր ներքին գործոց ու արտարադատության նախարարության դռները, դու հիմա աղաղակել էիր որպես մայր, իսկ դուք ոչ մեկդ ոչ մայր եք, ոչ կին եք, դուք Նիկոլի էքերն եք, դրա համար դուք կարող եք շատ հանգիստ վերաբերվել, թե ինչպես կարելի է երեխայի կործանել, մարդը ավելի լավ է գող լինի, անբարոյական լինի, քան երեխա կործանի, որտեղ դրանից ավելի մեծ գողություն ու անբարոյականություն ես չեմ ճանաչում։ Մի վարկանում մտեք այդ երեխայի մոր մաշկի մեջ, մի վարկան ընդամենը, որ իր անմեղ երեխան լուսնալույսի հետ դուրս է եկել, գնացել է սուրբ պատարակի և նրան այնտեղից տարել են, չգիտեմ որ գրողի ծոցը, որին բերման ենթարկել անունն են տվել, լավ էլի մոդա է դարձել, ով հանկարծ մի թարս հայացք ունենա այդ խդրի ուղղության, պետք է բերման ենթարկել, այ քեզ բան, այ հիմար,
այ անուղեղ, այ թուրքի հարճ, ինչքան ասեմ, Ժաննա Անդրեասյան, դու էլ ես թուրքի հարճ, եթե դու չզբաղվես այս երեխայով, եթե դու քո պատիվը ունես, սա պետք է համարես քո պատվի հարցը, որ աշակերտը դատվում է, ոչ ավել, ոչ պակաս, որովհետև գնացել է Սուրբ Պատարագի և նրա ներկայությունը խանգարել է այս խդրին իր մռութը հասցնելու մինչև հաղորդման խորան, դու ինչ կապ ունես այդ հաղորդման հետ, դու ինչ կապ ունես ընդհանրապես եկեղեցու հետ, քեզ համար եկեղեցին համար մեկ թշնամի է դարձել, քեզ համար հայոց նորմալ պատիվ ունեցող հոգևորականները քո թշնամին են, այդ Կճոյանի հույսին ես մենակ մնացել, են հիմար տիրադավները, ես չեմ կարող այդպես չանվանել նրանց, եթե խելք ունենային, չեն կանգնի քո կողքին, տիրադավ դարձան, խայտարակվեցին, հիմա էլ ծեկ-ծեկվում են, չգիտեն որ կողմը անցնել, իրենց միակույսը մնացել է Կճոյանը, Կճոյան դառնում ես հայրապետ, ծոծրակդ կտեսնես, հայազգը այնքան չի խելքը թրծրել, որ քեզ նման անբարոյականը դառնա հայրապետ, դու օֆշորների հայրապետ ես, դու օֆշորների ասպետ ես ճակերտներով, որովհետև դու խայտարակված ես օֆշորների հարցով, են Աշոտ Սուքասյանն էր մեղավոր, որ ամբողջ մեղքը վերցրեց իր վրա ու դու մնացիր ազատության մեջ, էլի մի Աշոտ Սուքասյան մանարի գտի, մեղքը գցի նրա վրա, մի խդրել նա էր էլի, որ հանձն առավ այդ ամբողջ մեղքը ու դու մնացիր մաքուր ու անբասիր իբր, բայց չէ որ Կճոյանի Միջանց տեսակ չէ, ոնց որ դրա հույսին ամենակ մնացել Նիկոլ Փաշինյանը Դե հա մնացել է դրա հույսին, սա էլ հույս ունի, որ Նիկոլը որ հաղթեց, ինքն է դառնալու հայրապետ, իսկ հայ ժողովուրդը չի խենթացել այդ աստիճան, որ սրա նման ների դիմագծերով մեկը դառնա հանկարծ հայոց հայրապետ, երազում չես տեսնի, երազում անգամ չես տեսնի Իմիջարս տիկին Ալեքսանյան ուզում հիմա էլ ես հարցին անդրադառնանք, արդեն էս է էլի բերած խաղաղությունը ադրբեջանցի Հայ ժողովուրդ լսեցիր են ուխտի ականջներում ննջող մասա, են տգետ մասա, սա ձեզ է գիտեք վերաբերվում, այսօր այսպես Երևանի փողոցներում բարձր միացրած Ադրբեջանի ինչ է հիմք չի, ինչ որ մարտական երգ է, կեցե Ադրբեջանը թե ինչ էլի, այդպիսի բովանդակությամբ Երևանի փողոցներում է սա տեղի ունենում։ Վաղը միսօր արտարադատության նախարար Նիկոլի Էկ, ներքին գործոց նախարար Նիկոլի Էկ, վաղը միսօր թուրքը որ մտավ Հայաստան, մտավ Երևան, առաջին հերթին ձեր գլուխներն են խուզվելու ձեր ուսերի վրայից, առաջին հերթին ոստիկանությունն է ոչնչացվելու, որպեսի մնան կանայք, ծերերը, հիվանդները, անկարները, որպեսի նրանց ոչ ոք չպաշտպանի, զինվորականներ, ձեր գլուխներն են անհայտ փոսերում մնալու, եթե թուրքը մտավ,
Թուրքը ոչնչով չի փոխվել, ինչքան էլ Ռուբեն Ռուբինյանի նման այլանդակ, այլասերվածը գիշեր-ցերեկ լայվ մտնի ու ասի թուրք է գովում, գետին եմ մտնես, դու հեչ 1915-18 թվերի մասին գաղափար չունես, ոչ մի բան չես լսել այդ մասին, դու հայ չես հավանաբար, հայոց պատմությունը որտեղից իմանաս, դուք որ կրթվել եք Ստամբուլներում ու էլի չգիտեմ որ գրողի ծոցերում, դուք դարձել եք թուրքի գործակալ, դուք զբաղված եք թուրքի գովազդով, դուք զբաղված եք հայրենիքը վատաբանելով, դուք զբաղված եք վերջապես թուրք Նիկոլ պաշտպանելով, ես երեկ իրիկոնել կոմի լայվը լսեցի, ես քիչ եմ մնում իմ ձերքի հեռախոսը ջարդեմ, իս ինչ անամոթն ես, իս ինչ այլանդակ այլասերված ես, դատի տուր ինձ, ես քո բոլոր պատասխանները կտամ, կամ էլ բանավեճի եմ հրավիրում քեզ, քո ցանկացած լրատվամիջոցով, քո ցանկացած թեմայի շուրջ, որպեսզի ես ապացուցեմ քո լրիվ բոբիկ լինելը, դու ընդամենը քլաջի թուքն ես, ուրիշ ոչ մի բանը չես, իմացիր Ռուբեն Ռուբինյան ես ինչ աղբակույտ ես, Ես չեմ կարող հասկանալ բոլոր նրանց, ովքեր մեր ազգային դարավոր թշնամուն այսպես գովաբանում են, ովքեր, ես չգիտեմ ինչ ասել, լավ ես ինչ աշճանի այլասերված ու փչացած է ձեր հոգին, ձեր էությունը, որ դուք կարող եք թուրք գովերգել, թուրքի հետ բարեկամություն գովերգել, եթե բարեկամ եք, ինչու են գերիները Բաքվի բանտերում, ինչու են հարյուրավոր անհայտ կորածներ Բաքվի բանտերում, որոնց մասին Ալիև Չեղածը ոչինչ չի ասում, այսպիսի խաղաղություն եք բերում, սա է ձեր խաղաղությունը, այ խդրներ, դուք բոլորդ քպեի մեջով կա խդր է, ընդամենը, որովհետև սրանք անհագ որովայն ունեն, անհագ որկոր ունեն և նրանց ուրիշ հարցեր չեն հետաքրքրում։ Տեսանք իր համերին տենց ավտոբուսով մարդկանց էր բերել Տիկին Ալեքսանյան։ Ես ուղղակի ամաչում եմ, որտև ես հայ եմ և իմ չքնաղ երկրի ղեկավարը թուրք է, ինձ համար դա ամոթ է, Այդ որ երկրի վարչապետն է համեր կազմակերպում, վարչաբենդ ստեղծում, որ Ալենի նման անբարով ֆասոնը կտրված ներողություն է մոտար բարի համար, այդ շնչավոր կենթանին կանգնի դիջեյություն անի, այն մեկն էլ թմբուկ խփի, այ հողը ձեր գլխին, Այ հողը չորանար ձեր մայրերի արգանդը, դուք չծնվեիք, ինչ կլիներ, միթե հայազգը այդքան բախտ չունի, որ դուք եք ներկայացնում նրանց։ Այդ ձեր ուրախ կոչվող ավտոբուսը աղետ ավտոբուս է հայ ժողովրդի համար։ Հայազգի համար դա աղետների, ողբերգությունների ավտոբուսն է, որը ապականում է օդը, այն մաքրամաքուր օդը, որը դրախտին էր, եդեմին էր արժանի, չէ որ եդեմը հենց Հայաստան երկրի տարածքում է ստեղծվել Աստծո կողմից։ Հիմա այս եդեմական շունչը դուք թունավորում եք, աղտեղություններով եք լցնում, այդ մի քանի ձրիակեր, պնակալեզներին, որ տանում ու բերում եք նույն բան տեղերում, ինչ եք ուզում ապացուցել, որ հետևողներ ունեք, կարտացեք համացանցը, տեսեք ինչքան ձեր երեսին թկողներ ունեք, տեսեք ինչքան հարյուրներով մարդիկ ասում են ձերս կոտրվեր չգնայի, ես ավել ասում եմ գլուխը կոտրվեր չգնար,
Նիկոլ չընտրեր։ Չնայած քիչ եմ համոզված, որ Նիկոլականի նախկինն է լինում, որովհետև դա ահավոր երևույթ է։ Դա մի երևույթ է, որի մեջ ընկնվածը իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ է անում։ Բնազդով վազել է ուրիշ հետևից, մայթերին պարելով, մայթերին թավալվելով գնացել Նիկոլ է ընտրել ու մեծ գործ է արել, էլի։ Այսօր փոշմանել են, ափսոսում են, բայց ես կասեի, ով սրտանց է ափսոսում, որ ժամանակին էնել 2 անգամ Նիկոլ է ընտրել, թող քուրց հագնի, թող բոբիկ ոտքերով քայլի, թող գնա մեր սրբավայրերում ճգնի, ապաշխարի, որ Աստված էլ ընդունի, նրանց գործած մեղքին թողություն տա, որպեսզի մեր երկիրը փրկվի։ Եթե մենք կորցրինք երկիրը, էլ մենք չենք լինելու, հավատացեք։ Դեր զորի անապատներում 100,000-ավոր գանգեր են հաշվել։ Դեր զորի անապատներում այդ նույն վիճակի մեջ կհայտնվի մեր այս չքնաղ երկիրը, եթե հունիսի 7-ին էլի ինչ-որ ձևով խելագարվես ժողովուրդ ու գնաս Նիկոլի ձայն տաս, քպեին ձայն տաս։ Հիշեք, երբ ես այս մասին խոսում եմ, կամա հիշում եմ Գաբրիել Գարսիա Մարկեսի 100 տարվա ամենությունը։ Այնտեղ վախենում էին, որ մարդիկ արդեն իգուաններից են ծնվելու։ Մեր երկրում էլ իգուաններից կծնվեն։ Այնպես որ զարմանալի չի լինի, որովհետև Նիկոլի իշխանության պայմանները երկարացնելու դեպքում հաստատ մեր մանուկները ծնվելու են սատանաներից։ Իմացեք, որովհետև մենք մեղք ենք գործել Աստծո դեմ, մենք մեղք ենք գործել մեր մշակույթի դեմ, մեր երկրի հող ջրի դեմ մեղք ենք գործել, այսպես չի կարելի, պետք դրա մեջ մի ուղի կա, ձայն չտալ որևէ նիկոլական կուսակցության, դա կլինի ԿՊ-ն, թե ասենք Եվրոպան, այն Շիրինյանկա է մի, այն որ երազում է թուրքիշուն դառնալ, այ դրա կուսակցությունը, այն Սարգսյան Արամի կուսակցությունը, հանրապետություն, էլի կան այդպիսիք, որով չի կարելի, լավ մտածեք, ովքեր տանում են հակառուսական մասնավորապես քարոզչություն, նրանք ցանկանում են Հայաստանի կործանումը։ Եվ Տիկին Ալեքսանյան, դուք աջակցում եք երկրորդ նախագահին, արդեն պարզ է, որ Սամվել Կարապետյանի ուժը, երկրորդ նախագահի ուժը ըստ էության առաջի պլանում են այս իշխանության դեմ հիմնական ուժերն են, եւ ինչու պետք է ժողովուրդը գնա ազգային ուժերի հետևից, խնդրեմ։ Ժողովուրդը պարտավոր է լսել բանականության ձայնը։ Ժողովուրդը պարտավոր է համեմատություն անցկացնել, ով իր կենսագրությամբ ինչ է կարողացել անել մեր երկրի համար։ Մեր երկիրը Աստծոն ընծա է մեզ, հասկանում եք։ Մենք իրավունք չունենք այդ Աստծոն ծան այսօր գցել ոտքերի տակ։ Մենք իրավունք չունենք նորից սխալվել։ Դուք պատկերացնում եք աշխարհի դեմ մենք հիմա խայտարակ ենք եղած։ Այս խդրը գնում է Մոսկվա, այնտեղ է կռանում, գոնե մի բանից օգտվի, այնքան ուղեղ չունի, որ ինքը իրավունք ունի խոսելու իր մայրենի լեզվով, թող թարգմանեն, կմկմում, որտեղ գնում է անգլերենը այդպիսին է, ռուսերենը այդպիսին է, հայերենը խայտարակ է իմիջի այլոց, որովհետև նա լեզվին չի տիրապետում իր համար, դերանունները, չգիտեմ ինչերը, կապ չունեն, որը որտեղ է օգտագործում, և անգետները կարծում են, թե
Նիկոլը ճարտար լեզու ունի, Նիկոլը ճարտար զրպարտի չէ, ուրիշ ոչ մի բան չէ։ Հիմա ես կոչ եմ անում, ժողովուրդ, մեր նախագահը, մեր փառապանց նախագահը, հենց առաջին այդ ժողովի ժամանակ հայտարարեց, շուտով կձևավորվեն 2-3 խոշոր բլոկներ, որովհետև քանի որ մեր ժողովուրդը շատ կմահաճ է, քիմքին որ բլոկը որ համահունչ կլնի, թող մտնի այդ բլոկի մեջ, այսինքն աջակցի այդ բլոկին։ Այստեղ կա երկրորդ նախագահի Հայաստան ուղղությունը, այստեղ կա Սամվել Կարապետյանի հետ ուժեղ Հայաստան ուղղությունը, կա Գագիկ Ծառուկյանի ղեկավարած առաջարկ Հայաստանին ուղղությունը, այնպես որ բոլորի ճաշակներին համահունչ ուղղություններ կան, մենք պարտավոր ենք ընտրել ճիշտը, մենք պարտավոր ենք Աստծո համբերությունը այդքան չարաշահել, որովհետև եթե մինչև հիմա մենք հաց ունենք ուտելու, գազն էլ դեռ կտրված չէ, միշտ չէ որ այդպես կլինի, միշտ չէ որ մենք հոսանք կունենանք, միշտ չէ որ խանութներում բարենի պակաս չի լինի, որովհետև արդեն շատ պարզ խոսվում է այն մասին, որ ընտրության իրավունք ունի Հայաստանը դեպի Եվրոպա կամ ԵԱՏՄ։ Ընտրեք ինքներդ, բայց չնեղանաք ուրիշներից, ձեր գործն է, գնում եք Եվրոպա, գնացեք, այսինքն մի քանի խելապակաս, ինչպես ասենք Խզմալյանը, այդ Արամ Սարգսյանը, այն Խուրշուդյանը, այն Լևոն Շիրինյանը, մի քանի խելապակասի պատճառով դուք վայրահաչ եք տալիս մեր դարավոր դաշնակցի վրա, չի կարելի, համբերությունն էլ վերջ ունի, ես բազմիցս ասել եմ, Ռուսաստանը Հայաստանի դայակը չէ, այլ գործընկերն է, Հայաստանը իրեն չի պահում հավատարիմ գործընկերոջ նման, այ հիմա Ռուսաստանում օրենք ընդունվեցին, 90 օրվա, 180 օրվա, նույնիսկ եթե մինչև այսօր հայը այնտեղ հիվանդանում էր առանց գրանցման, առանց որևէ բանի, նրա դեմ բաց էին ռուսական առաջնակարգ կլինիկաների դռները, հիմա նրանց սպասում է անհապաղ երկրից վտարում։ Պատկերացնում եք 2-3 միլիոնը հիմա հետ վերադառնան Հայաստան։ Իրար եք ուտելու արդեն, որովհետև ուտելու բան չի լինելու, որովհետև կկտրվի Ռուսաստանից եկող տրանսֆերի ճանապարհը ու այն ժամանակ կգնաք Եվրոպա, առանց վիզայի թռիչք եք, հա, երազում ընդամենը, որ դուք ոչ փող ունեք, ոչ չգիտեմ ինչ ունեք, գնում եք Եվրոպա, ինչ անեք, կամ այդ Եվրոպան թուրքացած, արաբացած, քրդացած Եվրոպան այդքան գրավիչ է ձեզ համար։ Գնացողներն են ասում, Էյֆելյան աշտարակի 4 բոլորը Սովետաշենի աղբանոցը ավելի մաքուր է։ Եվրոպա չի մնացել։ Բեռլինով քայլում են ու սպիտակ մարդու չեն հանդիպում, բոլորը թուրք են։ Կամ գերմանուհիների հետ ամուսնացած ու գունավոր երեխեք ունեցած թուրքեր։ Չի կարելի ժողովուրդ, մտածիր, մենք իրավունք չունենք մեր ազգը խաթարելու, նրա կենսաբանական նկարագիրը խաթարելու, նրա ֆիզիկական նկարագիրը խաթարելու, իրավունք չունենք, ինչ որ տհասների պատճառով խելացիներն էլ մի կողմ են քաշվել, չի կարելի, ամեն ոք պարտավոր է իր լուման ներդնել ընտրություններում։ Ես առաջարկում եմ, կոնկրետ ես աջակից եմ երկրորդ նախագահի։ Նրան չեք ուզում,
գնացեք Սամվել Կարապետյանի մոտ, նրան չեք ուզում, գնացեք Գագիկ Ծառուկյանի մոտ, ընտրելու բան կա, հասկանում եք, ընտրություն անելու լայն հնարավորություն կա այս անգամ, գնացեք այնտեղ, մի թողեք, ձեզ հիմարացնեն, հիմարի պես քաշտան, մի Եվրոպամոլի կողմից տանեն են մյուս Եվրոպամոլի, ինչպես, թրքամորների, իհարկե, ուրեմն այսպես, ով այս երեք խմբերի մեջ չին գրկվում, մնացածը թուրքական են, իմացեք, ԿՊ-ն դե չեմ ասում, որտեղ նրա նույնիսկ լոգոն է, ինչպես պարոն Հովհաննիսյանը շատ արագ նկատել էր այդ բռունցքը սեղմած, թուրքական ապրանքանիշի լոգոն է դա, Թուրքիայում արտադրող բոլոր ապրանքների վրա այդ լոգոն էր, հենց այնպես չի է, այս Նիկոլ Թուրքը վերցրել այդ լոգոն, դա էլ է մտածված, դա էլ է ծրագիր, այսինքն իրենք թուրքական ապրանք են, էլ է, ես չեմ հասկանում, ինչեր են ասի, որ ինքը թուրք է, հիշեք, երբ 21 թվականի հունիսի 3-ին առաջին անգամ այդ պաստառները ամբողջովին քաղաքը ողողեցին, մանավանդ կանգառներում, ես այդ ժամանակ այս նույն հարթակից աղաղակել եմ, ապագան Էրդողանի նախագահական կարգախոսներ, մի արեք, մի գնացեք թուրքերի հետևից, երբ Երևանի ընտրություններում, ավականու ընտրություններում, ասեք կանենքը, պաստառները այսպես ամբողջ քաղաքով մեկ տարածվեցին, էլի ասել եմ, սա Էրդողանի քաղաքապետ դառնալու նշանաբաններ, ձայն բարբարո հանապատի, ոչ գիտեք, ոչ լսում եք, ոչ կարդում եք, ոչ հետաքրքրվում եք, ախր այդպես չի կարելի, մարդը քայլը կատարելու ժամանակ իրեն պետք է հաշիվ տա, ուր եմ գնում և ինչու եմ գնում, ես կարող եմ ապացուցել, թե ինչու եմ գնում Ռոբերտ Քոչարյանի հետևից, բոլորս հունիսի 7-ին աներկբաց ձևով, առանց դանդաղ քայլելու, առանց դանդաղ մտածելու, առանց սրան նրան լսելու, գնում ենք և այս 3 խմբավորումներից որևէ մեկի օգտին ձայն ենք տալիս, ԿՊ-ն պետք է պարտվի, հասկանում եք, եթե ոչ Հայաստանը չի լինելու, միթե մենք մեր երկրի վիզը կտրողն ենք, միթե մենք մեր երկրի կոկորդը կտրողն ենք, իրավունք չունենք, ես եմ շնորհակալ։